Ես էլ ուզում եմ ավանդույթին տուրք տալ եւ մեծ սիրով շնորհակալություն հայտնել պարոն Վարդան Պողոսյանին եւ այն աշխատանքային խմբին իրավաբանների, սահմանադրագետների, որ ներկայացրել են այս նախագիծը, իրականում տղաները ահռելի աշխատանք են կատարել։ Հիմա ելույթիս համար Կարծում եմ, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի այս շահագրգիռ երբեմն զայրալից, բայց հանգամանալից քննարկման համար իհարկե արժե բոլորիցս շնորհակալություն հայտնել։ Սա ապացույցն է, որ երկրի գլխավոր օրենքի վերաբերյալ ոչ ոք դահլիճում անտարբեր չէ։ Ուրեմն նոր փոփոխությունների հետ հույսեր է կապում։ Դա շատ կարևոր է։ Իսկ ինչ կարիք կար փոխել սահմանադրությունը։ Ինչու այսօր։ Ես կարծում եմ ոչ թե կարիք կար անհրաժեշտություն։ Աշխարհում ստատիկ ոչինչ չկա։ Մեր պետությունը զարգանում է, իսկ զարգացումը պահանջում է ոչ միայն կիսաքայլեր ու կոսմետիկ փոփոխություններ, այլև շրջադարձեր։ Մենք փաստորեն այնքան ամուր ենք իբրև պետականություն, որ մեզ կարող ենք թույլ տալ կառավարման մոդելի կատարելագործում։ Սա գլխավորն է։ Մենք կիսատակ կամ կիսասառը պատերազմական վիճակում ենք ու պարտավոր ենք հնարավոր առավելագույնը անել, ինչը եւ արվում է, անցում խորհրդանական կառավարման համակարգի։ Իսկ ինչ է տալու այս փոփոխությունը։ Առաջին հերթին իշխանության ապակենտրոնացում։ Դժգոհում եք, չէ՞, որ մեկ կուսակցությունն է կառավարում արդեն երկար տարիներ, եւ կարծում եք, որ եթե դուք կառավարեք, շատ ավելի լավ եք կառավարելու, անսխալ եք կառավարելու, ճիշտ եք կառավարելու։ Հիմա այս փոփոխությունների նախագիծը հենց նրա մասին է, որ այլևս մեկ կուսակցություն չկարողանա միանձնյա կառավարել երկիրը։ Մենք առաջարկում ենք ընդդիմության դերակատարման բարձրացում։ Ըստ էության առաջարկում ենք իշխանության փոփոխություն սահմանադրական ճանապարհով։ Սիրելի ընդդիմադիրներ, կարծում եմ դա դուք պիտի անեիք, բայց ոչինչ, մենք ձեր փոխարեն այս մի գործն էլ կանենք։ Որոշ մանրամասներ եմ ուզում ներկայացնել։ Ընդդիմությունը ստանում է պաշտոններ, ստանում է որոշումներ ընդունելու պատասխանատվություն, ստանում է ամենակարևորը քննիչ հանձնաժողով ստեղծելու հնարավորություն եւ ցանկացած հարց նախաձեռնողի կամքով կարող է քննարկվել այդ հանձնաժողովում եւ քննիչ հանձնաժողովի նախագահը ու անդամները կարող են լինել ընդդիմությունից եւ կրկնում եմ ու շեշտում ցանկացած հարց խորհրդանական քննիչ հանձնաժողովը կարող է եւ իրավասու է լինել քննարկելու։ Խորհրդարանում 3/5-ով պիտի ընդունեն բոլոր որոշումները, բոլոր կարևոր եւ առանցքային պաշտոններում առանց ընդդիմության ձայների խորհրդանական կայուն մեծամասնությունը չի կարող որևէ բան անցկացնել։ Կայուն մեծամասնության մասին։ Ինչու եք վախենում այս արտահայտությունից։ Իսկ ինչու ի սկզբանե սիրելի ընդդիմադիր իմ գործընկերներ մտածում եք պարտվողի հոգեբանությամբ։ Ինչու չեք մտածում, որ այդ կայուն խորհրդանական մեծամասնության ներսում նաև դուք եք լինելու եւ լինելու եք այդ կայուն խորհրդանական մեծամասնության մասը։ Խնդրում եմ պարտվողական հոգեբանությունը թողեք։ Հաջորդը խոսվում է ընտրությունները ազատ եւ արդար անցկացնելու անհրաժեշտության մասին։ Այո, վստահաբար այստեղ մենք խնդիր ունենք, այո, վստահաբար համաձայն եմ, որ դա ամենակարևոր առանցքային հարցն է, բայց տեսեք, սահմանադրական փոփոխությունների նախագծում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարգավիճակը առաջին անգամ մեր պետության պատմության մեջ առաջին անգամ արձանագրվում է սահմանադրությամբ։ Պարզից էլ պարզ է, որ առանց ընդդիմության աջակցության եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ եւ նախագահ չեն կարող ընտրվել։ Միթե սա վատ է։ Հիմա անդրադառնամ նախագահի ինստիտուտին։ Այստեղ շահարկվեց անգլիական թագուհու մասին խոսակցությունը։ Իհարկե թագուհի լինել ասել եմ շնորհք է, բայց պիտի հիասթափեցնեմ։ Նոր սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության նախագահը չի լինելու անգլիական թագուհի, չի լինելու նաև արբիտր, ինչի մասին այստեղ շարունակ խոսում են։ Նոր սահմանադրությամբ երկրի նախագահը հետևելու է սահմանադրության պահպանմանը, ցանկացած իրավական հարց, շեշտում եմ, ցանկացած իրավական հարց, ցանկացած օրենքի վրա ունենալու է իրավունք դնել վետո, նախագահը նոր սահմանադրությամբ լինելու է մեկը, ում խոսքը լինելու է ծանրակշիռ եւ հարգալից։ Շահարկվում է Սերժ Սարգսյանը տեսականորեն չի կարող մնալ իշխանության։ 3 օր առաջ իմ ելույթում ասել եմ այդ մասին, ինչ եմ մտածում։ Սա նույնպես շահարկվեց։ Ոմանք փոթորկահույս խառնաշփոթի մեջ ընկան, ուրիշներին թվաց, որ այնքան փորձառու են եւ ազգային ժողովի падգամավորի աթոռը իրենց հետ իրենց տնից բերել, այստեղ հավերժորեն նստելու են։ Բայց ես գոնե շատ լավ հիշում եմ, թե տարբեր կուսակցությունների լիդերների ինչպիսի դիֆերանտներ է հնչել, թե ինչպես գիշերը հարցազրույց տալսը զանգահարում են եւ խնդրում, որ մեր կուսակցության կուսակցականապետի անունը խնդրում եմ հարցազրույցում մի քանի անգամ դիր, որ հետո վաղը առավոտ այդ հարցազրույցը կարտա դիտողություն չանի, թե ինչի ինձ չես գովել, իմ անունը չես տվել։ Այնտեղից սկսած սենց գալիս է։
Հիմա ինչի մասին է խոսքը, հիմա ինչու եք մեղադրում, մի անգամ, առաջին անգամ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը շատ օբյեկտիվ, անկողմնակալ կարծիք հայտնեց իր կուսակցության նախագահի մասին, սիրտներդ ինչի է վառվում, չեմ հասկանում։ Որոշել էի անուններ չտալ, բայց այս մասը պիտի կարդամ, որ հանկարծ չշփոթեմ, բայց Նիկոլ Փաշինյանի անունը պարտադրված պիտի հնչեցնեմ։ Նիկոլ ջան, սիրում ես պոկեր խաղալ, գնա խաղա, բայց քաղաքականություն մի խաղա, չի ստացվում, բոլոր թելերը երևում են։ Սիրում ես պատմություն, Նապոլեոնին ու Չերչիլին ես սիրում, սիրի, բայց գոնե սիրածդ պատմությունները մինչև վերջ կարդա։ Բորոդինոյի ճակատամարտը, որ պրոյեկտում ես հայոց քաղաքական դաշտ, 1 օր է տևել եւ ավարտվել է ոչ ռուսների, ոչ էլ ֆրանսիացիների հաղթանակով։ Ռազմական իմաստով չի էլ ավարտվել։ Հետ են քաշվել, հաջորդ օրը վերսկսելու համար, բայց չեն սկսել։ Հետո արդեն Նապոլեոն Բոնապարտը պարտվել է Վաթերլոյում, ով էր խանգարում հաղթել։ Ռազմի դաշտում ոչ ոք, պատմության ընթացքին էր դեմ գնում։ Իսկ Ուինստոն Չերչիլը, ում այդքան սիրով մեջբերում ես, ծովային նախարար էր ու հրաժարական տվեց, երբ Անգլիան տանուլ տվեց Դարդաների նեղուցների ճակատամարտը։ Վերջին հրաժարականներ տվեց վարչապետի պաշտոնից, երբ Անգլիան հաղթական ավարտել էր երկրորդ համաշխարհային պատերազմը, բայց Չերչիլը տանուլ տվեց ընտրությունները։ Եթե այդքան սիրում ես պատմական օրինակներով եւ ճիշտ փորձում ես ճիշտ լինել հիմնավորել, պարտված գործիչների օրինակ մի վերցրու, վարակի չէ։ Եվ հիշիր, դավադրությունների մասնագետը Մարգարիտ Եսայանը չէ։ Հասկանում եմ, պաթոսը ջահել ես, ուզում ես ճամփա անցնել, հավակնություններ ու հաշիվներ ունես, բայց չափից մեջ մնա։ Մնա ու քո արշինով ուրիշներին մի չափի։ Քաղաքականություն անձնական հարցեր լուծելու տեղ չէ։ Եթե դառնում է շատ կարճ ժամանակի մեջ եւ ամեն մեկին վերադարձնում է իր իրական արժեքը, ոմանց գինը, դառնամ մյուսներին։ Ասում եք վերարտադրվելու համար է իշխանությունը փոփոխություններ կատարում սահմանադրության մեջ։ Փաստորեն ոմանք դպրոցներում կենսաբանություն կամ մարդու անատոմիա վատ են անցել եւ չեն հիշում, թե ընդհանրապես մարդու եւ մարդկության վերարտադրման համար ինչ գործիքներ են հարկավոր։ Պիտի մեջբերեմ երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանին եւ ասեմ, ապեր մի հատ հիշեք, էլի ինչա պետք հիշեցիք։ Ինչ ասեմ։ Վերարտադրման համար բոլոր ուրիշ բաներ են պետք, եւ եթե այսօր իշխանությունը ցանկանար եւ ուզեր վերարտադրվել, մեկ տող պիտի փոխեր սահմանադրության մեջ եւ ոչ թե իրականացնել համակարգային փոփոխություններ։ Եվ այդ մեկ տողը գիտես որն է, որ արգելում է նախագահին 2 անգամից ավել ընտրվել նախագահ։ Նայեք օրինակները՝ Բելոռուս, միջինասիական երկրներ, մեր Ադրբեջան հարևանը, բայց մենք այս ճանապարհով չենք գնացել, որովհետև սա չէ մեր նպատակը։ Միևնույն է, մեզ չէիք սիրում, կանեինք, հետո կասեինք ժողովուրդը ընտրել է, բայց մենք սա չարեցինք, որովհետև սա չէ մեր նպատակը։ Մեր նպատակը եվրոպական արժեհամակարգն է, եւ մենք այսօր գնում ենք եվրոպական ուղիով։ Այստեղ հնչեցին բոլոր այն երկրների եվրոպական անունները, որոնք այսօր խորհրդանական կառավարումով են առաջնորդվում։ Այնպես որ մի փորձեք ձեր գլխից ավելի բարձր թռնել։ Վերջում հարկ եմ համարում հիշեցնել մի կարևոր սկզբունք, որ քաղաքականությունը պատասխանատվությունն է։ Այստեղ երկրի թիվ 1 քաղաքական ամբիոնից խնդրում եմ անպատասխանատու հայտարարություններ մի արեք, ոչ մեկիս պատիվ չի բերում։ Ձեզ ու ձեզ ինչ-որ պաշտոններ եք հորինում, ինչ-որ դարակազմի քաղաքական, քրեական բացահայտումներ արածի պես հերոս այս ամբիոնից հեռանում եք։ Հասկանում եմ, հմեկի համար եք նկարվում, ցնցող իբր թե ելույթ ունեցաք, կրքերը իբրև թեժացնում եք, չի ստացվում, սիրելիներ, չի ստացվում։ Սա ոչ կինո է, ոչ էլ թատրոն, սա կյանքն է, իրական եւ միակ։ Մի աղավաղեք ոչ ձեր, ոչ ուրիշների կյանքը։ Աբիժնիկությունը, ասում եմ ձեզ, լավ բան չէ, վնաս է առողջության համար եւ բարեկամաբար եմ ասում։ Առավել եւս, որ ձեր կանխատեսումները այսօր արվում են ու այսօր էլ վերջանում։ Պատկերացնում եմ այստեղ նստած շատերիդ դեմքը, երբ որ Սահմանադրական հանրաքվեստով կտեսնեք, որ Սերժ Սարգսյան ազգային ժողովի նախագահ չի դառնում։ Ոչ ու այո ասելը Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքն է։ Խնդրում եմ մի բռնացեք այդ իրավունքի վրա։ Այն քաղաքացիները, ովքեր կասեն ոչ, պիտի ասեն գիտակցաբար։ Այն քաղաքացիները, ովքեր կասեն այո, պիտի ասեն գիտակցաբար։ Եվ մի փորձեք ձեր մասնավոր ոչը, ձեր որոշ խնդիրներ լուծելու ցանկությունները փաթաթել Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա։ Այբուբենում առաջին տառը ան է, եւ այոն միշտ ճիշտ է։ Եվ վերջում ի հեճուկս շատերի, սա Հայաստանն է ու վերջ։ Շնորհակալություն։
Ինչպես կասել մեր սիրելի ընկեր Վաղան Հովհաննիսյանը, ապրես Նախշունջան։ Ընդմիջում 30 րոպե։